Հրապարակված հերթական նախաքննական ցուցմունքը Պերմյակովը տվել էր 2015 թվականի հունվարի 16-ին, դեպքից ընդամենը մի քանի օր անց։ Թե որպես մեղադրյալ ինչ էր պատմում Պերմյակովը ռուս քննիչներին, էականորեն չէր տարբերվում մինչ այդ հրապարակված ցուցմունքներից։ Համաձայն դրանց Պերմյակովը երբևէ չի ժխտում, որ չցանկանալով այլևս Գյումրիում շարունակել իր զինվորական ծառայությունը, մտադիր է եղել ինքնակամ լքել զորամասը եւ զենքի սպառնալիքով ինչ որտեղից գումար ու հագուստ հայթայթել հայրենիքի տակ վերադառնալու նպատակով։ Որևէ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել, Միասնիկյան 188 հասցեն ընտրել է պատահականորեն, դարպասը բաց է եղել, մտել է։ Դա արել եմ այն պատճառով, որ օգնել էի ծառայությունից եւ ծուն էի ցանկանում եւ ժամանակն անցկացնել իմ հայացողությամբ, ոչ մի ծանրակշիռ եւ հարգելի պատճառ դրա համար չկար։ Գործի նյութերում պարբերաբար հայտնվում, ապա անհետանում է Պերմյակովին իբր Ավետիսյանների տնից մինչև հայ-թուրքական սահման տեղափոխած տաքսու վարորդի անունը։ Հերթական նախաքննական ցուցմունքում դարձյալ Պերմյակովը պատմում էր, որ Ավետիսյանների տնից վերցված հեռախոսներից է գտել տաքսու վարորդ Արթուրի անունը, ում էլ զանգել ու կանչել է։ Տաքսու վարորդի հանգամանքն ըստ փաստաբանների հետագայում էլ դեռևս չհրապարակված ցուցմունքներում դարձյալ հերկվում է։ Քանի որ ոչ հեռախոսազանգ է եղել, այսինքն իր մոտ գտնված հեռախոսներով եւ որևէ անձ նրան որևէ ուտելիք, որևէ հանգամանք չի բերել, ըստ երևույթին երևակայության կամ այդ պահին ցանկացածն է արտահայտել, որևէ օբյեկտիվ տվյալ արկա չէ, որ այդպիսի տաքսու վարորդ գոյություն է ունեցել, այդ թվում նաեւ անձ, որը իրեն ինքնաձիգով տեսել է։ Հիմա արդեն սա չէ, որ ուշադրության է արժանացնում տուժող կողմը, այլ մատնանշում է Պերմյակովի վարքագիծը բոլոր հարցաքննությունների ընթացքում։ Ինքը ինչ ասենք, ափսոսում է, որ ինքս վիճակում է, բայց ինքը չի զղջում, որ այդ հանցագործությունը կատարել եւ երբեք ես դա իր մոտ չեմ նկատել, նույնիսկ հոգեբանական, հոգեբուժական փորձականության ժամանակ, երբ որ իրեն հարց տվեցին, դու զղջում ես կատարածի համար թե չէ, ինքը ավելի շատ sense էլի միանշանակ պատասխան չտվեց, բայց էլի իր վիճակի մասին էր անհանգիստ, որ ինքը չէր ուզենա, որ այս ամեն ինչը լիներ, բայց որ ինքը մարդ է սպանել, մարդիկ, երեխաներ, ընտանիք է ոչնչացել, իր համար դա կարծեք թե շատ անտարբեր վիճակ է փաստի նկատմամբ։ Հարցրել է, դուք նշում եք, որ շարժառիթը եղել է գումար եւ հագուստներ վերցնելը, սակայն ձեր այժմյան հանգիստ կեցվածքից եւ ձեր հանգիստ պատասխանելուց վկայում է, որ այլ շարժառիթ է եղել, այսինքն կարող է ատելության եւ այլ շարժառիթներով եք իրականացրել, վերջինս հստակ պատասխանում է, որ թքածուներ եմ, այսինքն սա գնահատում ենք եւ այդպես էլ արձանագրվել է, սա գնահատում ենք այն առումով, որ անձի վարքագիծը գնահատելու առումով շատ կարևոր է, այսինքն իր մեջ կա այդ ագրեսիվությունը։ Միհրան Պողոսյանի գնահատմամբ սա եւս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ Պերմյակովն ունի լուրջ հոգեկան խնդիրներ, որոնք թեև մեղսունակությունը բացառող հանգամանք չեն առաջացնում, սակայն անձի վարքագիծը բնորոշելու առիթ են տալիս։ Նշեմ, որ իր անձի մոտ այդ հորինելու ունակությունը եւ ֆանտազիորության ձգտումը շատ մեծ է, ինչը միջև հանցագործություն կատարելն է դրսևորված եղել, այն փաստերը, որ հայտնել էր, որ մայրը մահացած է, ինքը սուքեր արել, որ ինքը այստեղ մեծ ինչ որ ենթակայության տակ մոտ 180 զինվոր ունի, որ ինքը իրենց տանկը ռազմական գործողության ժամանակ խոցվել էր եւ այլն, այսինքն ինքը կարիք ունի եւ իրեն խղճալու։ Ընդհանուր առմամբ Պերմյակովը նախաքննական փուլում ցուցմունք է տվել 17 անգամ։ Հիմնականում ասել է այն, ինչը մինչ օրս հրապարակվել է, էական հակասություններ մինչ օրս չեն հայտնաբերվել, իսկ նկատելի փոքր հակասություններն էլ կապված են դեպքից հետո ամբաստանյալի մոտ երևույթի չտպավորվելու հետ։ Դա անձի սուբյեկտիվ այդ պահին չընկալելու, այդ պահին հիշողության մեջ չտպավորվելու արդյունք։ Բայց մի բան փաստ է, որ մենք երբ որ համակցության մեջ ամբողջ ցուցմունքները վերլուծում ենք, դեպքի ամենակարևոր հանգամանքները, թե ներսում ինչ է տեղի ունեցել, մեծամասամբ ինքը բոլոր ցուցմունքներում կրկնել է նույնությամբ։ Հաջորդ դատականիստին դատարանը դեռ կշարունակի հրապարակել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները։ Մարինե Տերբինյան, Սամվել Պողոսյան, Օրագիծ։